Անցնենք բուն թեմային։ Սկսում ենք առաջին թեմայից, այն է փոխի մտածելակերպը։ Ես միշտ ասում եմ, որ ղեկավարի եւ աշխատակցի մտածելակերպերը իրարից ռադիկալ տարբերվում են ու շատ անգամ ղեկավար դառնալու process-ում ամենակարևոր տրանսֆորմացիաներից մեկը, որ պետք է մարդը ապրի ու նաեւ ամենացավոտ տրանսֆորմացիաներից մեկը, որ մարդը պետք է ապրի, դա հենց մտածելակերպի փոփոխությունն է, մտածելակերպի մոտեցումների փոփոխությունն է, որ պետք է տեղի ունենա։ Ես վստահորեն եմ ասում, որովհետև ուրեմն մեր տրեյնինգների արդյունքում, մեր տրեյնինգների մասնակիցների ֆիդբեքի արդյունքում ամենահաճախ հնչող բանը, հա, դրական ազդեցությունը, որ ունենում են տրեյնինգները մարդկանց վրա, դա մոտեցման մտածելակերպի փոփոխությունն է։ Այսինքն, երբ մարդուն հարցնում ես, ինչ տվեց այս տրեյնինգը քեզ, առաջին կետերից մեկը, որ նշում են, դա մոտեցման եւ մտածելակերպի փոփոխությունն է արդեն ծանոթ հարցերին ու խնդիրներին։ Ընդ որում, այս փոփոխությունը, այս տրանսֆորմացիան տեղի ունենում թե նոր ղեկավարների մոտ, թե լրիվ սկսնակ մարդկանց մոտ, ովքեր ղեկավարի փորձ ունեն, թե բիզնեսմենների մոտ, ովքեր որ գալիս են իրենց բիզնեսի կառավարման հմտությունները զարգացնելու նպատակով, հա, կապ չունի, որ փուլում ինչ փորձով մարդկանց մասին է խոսքը, միշտ տրեյնինգի բանը առաջին արդյունքներից մեկը դա տրանսֆորմացիան, ներքին տրանսֆորմացիան է։ Ու աշխատակցից ղեկավար դառնալու process-ում էլ ներքին տրանսֆորմացիան համար 1 քայլն է, որ պետք է տեղի ունենա։ Ինչ տրանսֆորմացիայի մասին է խոսքը, ինչ ուղղությամբ, հա, ինչ ոլորտներում պիտի փոխեք ձեր մոտեցումները եւ մտածելակերպը։ Հիմա դրա մասին ասեմ։ Ու առաջին բանը, որ պետք է գիտակցեք որպես ղեկավար, դա պատասխանատվության շրջանակի կտրուկ փոփոխությունն է։ Երբ դու աշխատակից ես, ով պատասխանում է միայն իր արդյունքի համար, դու հստակ գիտես եւ կարող ես հստակ 100%-ով պատասխանատու լինել քո արած աշխատանքի արդյունքի համար։ Երբ դառնում ես ղեկավար, սա ռադիկալ փոխվում է։ Դու արդեն պատասխանատու ես քո թիմի արդյունքի համար, ու սա լրիվ նոր, անծանոթ եւ նույնիսկ խորտ պատասխանատվության շրջանակ է շատ մարդկանց համար։ Սա պետք է բան անել, գիտակցել, հա, որ երբ դու դառնում ես ղեկավար, այլևս դու միայն քո գլխի տերը չես, դու արդեն թիմի համար ես պատասխանում։ Սա մոտավորապես երբ տղամարդիկ ինձ կհասկանան, չնայած կանայք էլ ոչ պակաս չառանձնացնենք, հա, երբ ընտանիք ես կազմում, երբ ունես բան, հա, երեխաներ, արդեն սկսում ես գիտակցել, որ քեզնից բացի պատասխանատու ես նաև երեխաներիդ համար, իրենց բարության, անվտանգության եւ այլնի համար, մոտավորապես իհարկե հեռավոր մոտավորությամբ, բայց մոտավորապես այդպիսի զգացողություն է առաջանում նաև երբ առաջին անգամ ղեկավար ես դառնում, հասկանում ես, որ քեզնից բացի պատասխանատու ես նաև քեզնից ներքև գտնվող թիմակիցների, աշխատակիցների նկատմամբ։ Շատերը ղեկավար դառնալը կապում են ինչ-որ լիազորությունների, իրավասությունների, հա, իշխանության ավելացմամբ, բայց լիազորություններն ու իրավասությունները անխուսափելի գալիս են պատասխանատվության հետ մեկտեղ։ Ինչքան ավելի շատ լիազորություն եւ ազատություն ունես քո գործողություններում, այդքան ավելի շատ պատասխանատվությունը իրականում մեծանում է։ Ու շատ անգամ ես ասեմ, որ շատ անգամ ղեկավարի աշխատավարձը, ղեկավարի դերը ընկերությունում, բիզնեսում ղեկավարի արդյունքը կախված է ոչ թե նրանից, թե քանի աշխատակից կա այդ թիմում, քանի հոգի է իրենից ներքև գտնվում կամ ինչքան արդյունք են գեներացնում իր թիմը, հա, ինքը կամ իր թիմը, այլ կախված է նրանից, թե ինչ պատասխանատվության շրջանակ է կարողանում ղեկավարը իր վրա վերցնել։ Մյուս կարևոր կետը պրոակտիվությունն է։ Այս տերմինը շատ եմ սիրում, այս տերմինին առաջին անգամ հանդիպել եմ մի գրքի մեջ, Սթիվեն Քովի գրքի մեջ, վստահ եմ շատերդ կարդացած կլինեք, կոչվում է Արդյունավետ մարդկանց 7 սովորությունները, նույնիսկ արդյունավետ չէ, գերարդյունավետ մարդկանց, անգլերենով highly efficient։ Ինչ է պրոակտիվությունը, հա, պրոակտիվությունը մի մոտեցում է, որտեղ դու չես սպասում, որ խնդիրները առաջանան, որպեսզի դրանք լուծես,
այլ դու նախորդ կանխարգելում ես խնդիրները, այսինքն կանխատեսում ես թե ինչ տիպի խնդիրներ կարող են առաջանալ, ինչ տիպի հարցեր կարող են բացվել ու դրանց լուծումը նախորդ ես տալիս, այնպես ես կազմակերպում աշխատանքը, որ խնդիրները առաջանան, հա, կամ առաջանալուց շատ արագ լուծվեն այդ խնդիրները, սա պրոակտիվությունն է։ Իհարկե ոչինչ չի խանգարում աշխատակցին նույնպես ունենալ այդ պրոակտիվությունը, բայց եթե աշխատակցի համար դա ցանկալի լավ բոնուս է, ապա ղեկավարի համար դա անխուսափելի մոտեցում է, անխուսափելի ուրեմն հմտություններից է, առանց որի ղեկավարը ուղղակի արդյունավետ չի կարող դառնալ, որովհետև երբ դու պրոակտիվ չես, երբ դու սպասում ես, որ խնդիրները առաջանան, նոր լուծես, դու ուղղակի ինչ-որ պահից հետո այնքան զբաղված կլինես այդ խնդիրների լուծմամբ, որ զարգացման վրա աշխատելու ժամանակ այլևս չես ունենա։ Դրա համար ի սկզբանե պետք է մի քիչ ավելի առաջ մտածել, մի քիչ ավելի առաջ պլանավորել եւ ուրեմն ապագայում հանդիպելիք խնդիրների լուծմանը պատրաստվել ավելի շուտ։ Իհարկե, սա որպես մոտեցում ենք այս պահին նշում, թե ինչպես դա անել, այդ հարցի պատասխանը մի քիչ ավելի երկար ծավալուն եւ տարբեր ասպեկտներ ունի, բայց որպես մոտեցում, հա, միշտ այսպես ասած շաբաթվա սկզբում, երբ սկսում ես գործդ երկուշաբթի առավոտյան կամ կիրակի երեկոյան, երբ պատրաստվում ես հաջորդ շաբաթվան, միշտ մտածես ոչ միայն նրա մասին, թե ինչ աշխատանքներ կա արդեն պլանավորված, որ պիտի անես մյուս շաբաթ, ինչ պլաններ ունես, ինչ խնդիրներ պիտի լուծես, այլ նաև մտածես, թե ինչ պիտի անես հաջորդ շաբաթ ապագա խնդիրները վերացնելու, ապագա զարգացումը ապահովելու համար։ Մյուս կարևոր տրանսֆորմացիան, որ ղեկավարի մոտ տեղի ունենում, երբ նա առաջին անգամ դառնում է ղեկավար աշխատակցից, դա տեսահորիզոնի լայնացումն է, ընդլայնումը։ Այս տրանսֆորմացիան պարտադիր պիտի տեղի ունենա, այս փոփոխությունը ձեզ մոտ պարտադիր պիտի լինի, որպեսզի դուք դառնաք արդյունավետ ղեկավար։ Ինչի մասին է խոսքը, ինչ տեսահորիզոնի մասին է խոսքը։ Երբ դու աշխատակից ես, ով ինչ-որ մի թիմում ինչ-որ մի աշխատանք է անում, քո տեսահորիզոնը հաճախ սահմանափակվում է քո թիմի, քո բաժնի ֆունկցիաներով, աշխատանքով եւ այլն։ Այսինքն դու տեսնում ես մենակ քո բաժնի խնդիրները, դու տեսնում ես մենակ քո բաժնի աշխատակիցների զրույցները, հա, իրենց բողոքները, իրենց կարծիքները եւ այլն։ Դու ուրեմն խնդիր ունես դրված միայն քո բաժնի շրջանակներում եւ այլն։ Իսկ երբ դու դառնում ես արդեն ղեկավար, ինչ որ թիմի համար պատասխանում ես, այդտեղ արդեն քո տեսահորիզոնը պիտի ավելի ընդլայնվի, այսինքն դու սկսես տեսնել քո բաժինը, քո թիմը, քո ֆունկցիաները ամբողջ բիզնեսի կոնտեքստում, հա, ինչ տեղ ունի քո թիմը այդ բիզնեսում, ինչ ֆունկցիա է անում, ինչ արդյունք պիտի տա եւ հետեւաբար բիզնեսի ամբողջ բանի ռազմավարության, բիզնեսի գործունեության կոնտեքստում դու ինչ ազդեցություն պիտի ունենաս որպես թիմի ղեկավար, հա, այս տեսահորիզոնը բաժնից դեպի ընդհանուր բիզնեսի մակարդակ շատ կարևոր փոփոխություն է, տրանսֆորմացիա է, որ ղեկավար դառնալիս անպայման պետք է ձեզ մոտ բան անեք, հա, փորձեք ակտիվացնել, գեներացնել։ Սրա համար ինչ որ բան չկա, վարժություն կամ չգիտեմ, փորձ պետք չի, սրա համար ուղղակի պետք է դրա մասին իմանալ, գիտակցել եւ այդ ուղղությամբ մտածել, հա, այդ ուղղությամբ վերլուծել, ինքնաբերություն անել, բիզնեսը վերլուծել եւ այլն։ Այստեղ ինչ որ հատուկ հմտություններ, գիտելիք եւ այլն պետք չի։ Մյուս կարևոր փոփոխությունը դա ինտեգրացիան այլ թիմերի եւ բաժինների հետ, որովհետեւ երբ դու դառնում ես ղեկավար, դու ստիպված ես լինում աշխատել ոչ միայն քո թիմի հետ, այլ նաեւ այլ բաժինների, թիմերի, նաեւ քեզից վերև գտնվող ղեկավարների հետ, ինչը ենթադրում է բացի քո թիմին վերաբերող խնդիրներից, նաեւ զբաղվել միջթիմային, միջֆունկցիոնալ խնդիրներով, նրանց հետ բանակցություններով եւ այլն։ Սա ուրեմն մի բան է, ղեկավարի մի ֆունկցիա է, որի մասին հաճախ չեն խոսում եւ ես առաջարկում եմ ղեկավար պաշտոն դրա մասին չեն էլ պատմում, հա, չեն ասում, որ այսպիսի մի բան էլ կա, գործ էլ կա, այսպիսի մի գործի մեծ կտոր էլ կա, որ դու պիտի անես որպես ղեկավար, բայց երբ դառնաս ղեկավար, հասկանում ես, որ այս ինչ կրակի մեջ եմ ես, հա, փաստորեն բացի իմ թիմի ղեկավարելուց մի հատ էլ պիտի գնամ մյուս թիմերի, մյուս ղեկավարների հետ բանակցեմ, լեզու գտնեմ, կարողանամ աշխատանքները իրենց հետ
բալանսի բերել հա իրենց հետ համաժամանակեցնել եւ այլն։ Այո, դա հաճախ չխոսվող, բայց շատ կարևոր ֆունկցիա է, որ ղեկավարը պիտի անի։ Մյուս կարևոր տրանսֆորմացիան ուրեմն ծախսերի եւ եկամուտների պրիզմայով նայելն է։ Ինչ ասել է ծախսերի եւ եկամուտների պրիզմայով նայել։ Սրա մասին ոչ մեկ որպես ընկերությունում, հա, ձեզ ոչ մեկ սրա մասին չի ասի ամենեն։ Հավանականությամբ ձեզ ոչ մեկ սրա մասին չի պատմի, բայց այս փոփոխությունը ձեր մոտեցումների մեջ շատ մեծ ազդեցություն կունենա ձեր արդյունավետության վրա։ Երբ դուք սկսեք մտածել ոչ թե ձեր գործը անելու, չանելու մասին, ձեր գործը լավ կամ վատ անելու մասին, այլ միշտ սկսեք մտածել ընդհանուր բիզնեսի տրամաբանության բիզնեսի շրջանակներում ձեր արածի արդյունքում ծախսերի եւ եկամուտների վրա ազդեցության տեսանկյունից, այսինքն ինչքան ծախս է գեներացնում այն աշխատանքը, որ դուք կազմակերպում եք, եւ ինչքանով է այդ աշխատանքը օգնում եկամուտների գեներացմանը, ինչպես անենք, որ մեր աշխատանքը հնարավորինս ավելի քիչ ծախսեր գեներացնի եւ հնարավորինս ավելի շատ եկամուտներ գեներացնի։ Այս մոտեցումը միգուցե ոչ միտեղ բառացիորեն չհնչի, ոչ միտեղ դուք էլ չպատմեք դրա մասին, որ դուք այդպես եք մտածում, այդպես եք նայում հարցերին, բայց այս մոտեցումը ձեր հետագա որոշումների կայացման, այս մոտեցումը ձեր աշխատանքային process-ների կազմակերպման, ձեր թիմի ղեկավարման մեջ նուրբ ձևով միշտ երևալու է ու դա ուղիղ ազդելու է ձեր արդյունավետության վրա։ Այստեղ էլ ինչ որ մեծ բան չկա սովորելու իմանալու, այստեղ բազային եկամուտների եւ ծախսերի հետ կապված ֆինանսական կրթություն է պետք, որը որ կարելի է ուղղակի մի հատ շատ բազային ֆինանսների կառավարման թեկուզ on-line տրեյնինգով սովորել ու դրա վրա միշտ ֆոկուս պահել, հա, դրա մասին միշտ մտածել, էլի ամեն շաբաթվա սկզբում մտածել, ինչպես ես կրճատեմ իմ պատասխանատվության տակ գտնվող ծախսերը, ինչպես ես ավելացնեմ այն եկամուտները, որի վրա ես կարող եմ ազդեցություն ունենալ։ Եվ որոշումների կայացման հիմքերը, այսինքն ինչ հիմքով եք դուք կայացնում որոշումներ, որովհետև երբ դու դառնում ես ղեկավար, քո որոշումներից կախված են ոչ միայն դու, այլև կախված է արդեն քո թիմը եւ շատ անգամ նաեւ ոչ միայն քո թիմը, այլ նաեւ այլ թիմեր եւ ինչու՞ չէ նաեւ ամբողջ բիզնեսը։ Որտեղ որոշումների կայացման հիմքերը շատ կարեւոր է ճիշտ ընտրել եւ ճիշտ սկզբունքների հիման վրա միշտ որոշումներ կայացնել, հնարավորինս օբյեկտիվ, հնարավորինս արդար եւ հնարավորինս բիզնեսի շահերին ծառայող որոշումներ կայացնելու համար։ Ամեն անգամ որպես ղեկավար որոշում կայացնելուց միշտ հարցրեք ձեզ, այս որոշումը արդյոք բիզնեսի շահերին ծառայում է, թե ոչ։ Այս որոշումը արդյոք թիմի շահերին ծառայում է, թե ոչ։ Հետո նոր վերջում այս որոշումը արդյոք իմ շահերին ծառայում է, թե ոչ։ Այս հերթականությունը եթե պահեք, դուք որպես ղեկավար շատ արագ կարիերային աճ կունենաք։ Իհարկե այլ հավասար պայմաններում, հա, եթե մնացած ոլորտներում ամեն ինչ նորմալ է։ Ընդհանուր առմամբ մտածելակերպի փոփոխությունը, մոտեցումների փոփոխությունը ինչպես է տեղի ունենում, ինչ անել այս փոփոխությունների տեղի ունենալու համար։ Ես մի քանի կարևոր ընդհանուր, բայց շատ կարևոր խորհուրդ կտամ։ Առաջին բանը կարդացեք։ Սա այնքան միգուցե տրիվիալ խորհուրդ է, որ նույնիսկ կմտածեք, թե ավելորդ է այստեղ սրա մասին հիշատակելը, բայց ես որպես շատ կարդացող մարդ վստահեցնում եմ, որ այն պերիոդում, երբ դուք գիրք եք կարդում, այդ պերիոդում ձեր արդյունավետությունը աճում է, ձեր կրեատիվությունը աճում է, որոշումների կայացման ձեր արդյունավետությունը աճում է, նոր մտքեր ավելի շատ եք գեներացնում եւ ընդհանուր առմամբ ձեր արդյունքը ավելի լավն է լինում, հա, միշտ ինչ որ գիրք ընթացիկ ունեցեք, որը որ կարդում եք։ Իհարկե խոսքը մասնագիտական գրականության մասին է, ոչ թե գեղարվեստականի մասին։ Գեղարվեստական կարդալ թե չկարդալ, այդ արդեն ձեր որոշումն է։ Փոխեք շրջապատը, որովհետև շրջապատը շատ կարևոր ազդեցություն ունի մարդու վրա, փորձեք շփվել ավելի փորձառու ղեկավարների հետ, իրենց փորձը վերցնելու համար, շփվել ոլորտի լավագույն մասնագետների հետ եւ այլն։ Անպայման մասնակցեք տրեյնինգների, որովհետեւ տրեյնինգը ուրեմն զարգացման աճի շատ կարևոր իմպուլսներից մեկն է, տրեյնինգը միայն ինֆորմացիայի փոխանցում չէ, հա, այսօր ինֆորմացիա կարելի է գտնել ինտերնետում անսահմանափակ, տրեյնինգը դա նետվորքինգ է, տրեյնինգը դա նոր
ուրեմն գաղափարների ծնվելու աղբյուր է, տեղը, որտեղ որ ծնվում են տրեյնինգը, դա նոր մոտիվացիայի, նոր էներգիայի աղբյուր է, տրեյնինգը դա թարմ հայացք է եւ թարմ տեսանկյուն է ձեր արդեն եղած խնդիրների։ Ինքնավերլուծություն, ինչի մասին է խոսքը, հա, ինչ որ պերիոդը 1, օրինակ ամեն շաբաթ վերջում վերլուծել շաբաթը, վերլուծել թե ինչը լավ արեցիք այս շաբաթ, ինչ անհաջողություններ, խնդիրներ ունեցեք այս շաբաթ, որտեղ որպես ղեկավար ճիշտ գործեցիք, որտեղ սխալ գործեցիք եւ այլն, սա շատ կարեւոր գործիք է, որը որ էլի այնքան པարզ է, որ միգուցե տրիվիալ կհամարեք այստեղ նշելը, բայց ինքը գերարդյունավետ գործիք է։ Եվ իհարկե կարգապահությունը թե ավանդական իմաստով, այսինքն ժամանակին դինելը, խոստացած անելը եւ այլն, թե ձեր սկզբունքների, ձեր ուրեմն կայացրած որոշումների հետևից գնալու առումով։ Այսպես, սա ուրեմն առաջին կետը, այսինքն մտածելակերպի փոփոխության մասին կետը։